Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ մի քիչ նախապատմությունը պատմել, որտեղ այս նախագիծ իրական շատ ավելի հանգիստ պայմաններում է կարելի ընդունել, քան ընդդիմությունը փորձում է ցուցադրել։ Այո, ինչպես գործընկերները նշեցին, թե Գյումրու ընտրություններում, թե Վաղաշապատի ընտրություններում դիտորդական առաքելությունների անունից հանդես են եկել կազմակերպություններ, անձիկ, որոնք քաղաքական գործընթացների մասնակիցներ են։ Այ օրինակ հիմա հանրայնորեն, եթե մենք հնչեցնենք նրանց անունները, Հայաքվե կամ Թաթոյան հիմնադրամ, արդյոք քաղաքացիները, նույնիսկ եթե քաղաքացու դիտանկյունից նայենք, կկարողանան տարբերակել, սրանք հիմա կուսակցություններ են, որոնք մասնակցում են ընտրություններին, թեկնածուներն են, թե դիտորդական առաքելություններ են։ Ես դիտել եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն նիստը, որում այս առաքելությունների հարցն էր քննարկվում, եւ այո, նրանք ընդունել են, որ նրանք խախտել են դիտորդական առաքելությունների առջև դրված քաղաքական չեզոքության պայմանը, այսինքն հրապարակային նիստը հրապարակվել է։ Նիստի ժամանակ ընդունել են, որ խախտել են քարոզչություն կամ հակաքարոզչություն չիրականացնելու արգելքը, հետևաբար նաև կարծում եմ օրենսդիրը կարող է համարել նաև բոլորին պատշաճ ծանուցված եւ բոլոր պայմանները հստակ, որովհետեւ եթե հակընդդեմ կողմը, այսպես ասած, ընդունում է իր մեղավորությունը, ուրեմն վիճարկելու բաներ չկա։ Իհարկե, այս նիստը տեղի է ունեցել ընտրությունների անմիջապես նախորդ օրը եւ ամբողջ քարոզչությունն ու հակաքարոզչությունը, որ նրանք պատրաստվում էին կատարել, արդեն կատարել էին եւ նրանց խնդիրներ խնդրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովից չգործածել լծակը եւ չարգելել իրենց հաջորդ օրը ներկայանալ Կենտրոնական ընտրական տեղամաս եւ կատարել իրենց առաքելության արդեն երկրորդ մասը, այն է մաշեցնել ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը, պատկերելով, թե իբրև կատարվում են ընտրակեղծիքներ, մի բան, որը մենք այո տեսնում ենք ընտրությունների ժամանակ, այս կազմակերպությունները ընտրական գործընթացի մեջ են մտնում երկու տարբերակով։ Եթե ընտրության արդյունքները նրանց դուր գան, ապա նրանք ընտրությունները կհռչակեն համապատասխանող բոլոր ստանդարտներին, եթե այդ արդյունքները նրանց դուր չգան, ապա նրանք կասեն, որ ահա տեսեք նախորդ օրը այն բոլոր ֆիկտիվ խախտումները, որոնք ուրեմն կազմակերպել են, թե իբրև տեղի են ունեցել, ի հայտ կգան եւ ես երկու հարց ունեմ Տիկին Ջուլհակյանին, մեկը ուրեմն ժամկետի առումով մենք գիծ ենք քաշում եւ առաքելությունների հավատարմագրումից նախորդ փուլին իսկապես չենք անդրադառնում, իսկ հավատարմագրման պահից սկսած անդրադառնում ենք թե նրանց որպես կազմակերպություն, այսինքն նրանց Facebook-յան էջերը, սոցիալական բոլոր ցանցերում էջերը, կազմակերպության էջերը, կազմակերպության անունից արված հայտարարությունները, թե անհատ դիտորդների, թե այդ կազմակերպությունների կառավարող խորհուրդների անդամների, այսինքն մարդիկ, ովքեր ոչ դիտորդություն են իրականացնում եւ ոչ օրինակ կազմակերպության էջն է հայտարարություն տարածում, բայց այդ մարդիկ են, որ այնուամենայնիվ ժամանակը ռեզինից չի, վերջացրեք։ Շնորհակալություն, պարոն Սիմոնյան։ Եվ երկրորդ հարցը Տիկին Ջուլհակյան, ում հետ եք քննարկել այս նախագիծը, ընդդիմությունը պնդում էր, որ այն պատշաճ քննարկված չէ։ Շնորհակալ եմ։